Դուք 50 միլիոն դրամ ստորագրել եք փաստաթղթով, ուղարկել եք Ամերիաբանկ կողմնակի եկամուտներ ստանալու համար։ Այդ ինչքան ներողություն արտահայտությանս համար նեղն էր համալսարանը, որ պետք է կողմնակի եկամուտներ ստանար։ Ես ես կպատասխանեմ մեկ անգամ եւ կխնդրեմ, որ այսուհետեւ, երբ որ ես շփվում եմ լրագրողների հետ, եթե դուք առանձին հարցազրույց եք ուզում, որևէ խնդիր չկա, կապվեք մեր մամուլի խոսնակի հետ, ես առանձին ձեզ հետ ըստ իմ գրաֆիկի հնարավորության հարցազրույց կունենամ։ Եթե ես ունենում եմ ճեպազրույց, որտեղ տարբեր լրագրողներ են, ես խնդրում եմ հարգել նաև մեր բոլորի ժամանակը եւ ձեր հարցերը ուղղել այնտեղ, որտեղ կանգնած են լրագրողները։ Այս անգամ վերաբերում է ձեր հարցը։ Ես ձեզ խնդրում եմ անել մի պարզ գործողություն։ Գնալ բացեք մեր տարբեր բուհերի, հոգաբարձուների խորհրդի որոշումները, օրինակ գնացեք, խնդրում եմ բացեք Երևանի պետական համալսարան, Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, ցանկացած այլ համալսարան։ Եվ այդ հոգաբարձուների խորհրդի որոշումներում տեսեք, որ յուրաքանչյուր հոգաբարձուների խորհուրդ ունի այդպիսի որոշում, որովհետև ձեր ասածը գիտեք ինչի մասին է։ Ինչի մասին է։ Ձեր ասածը նրա մասին է, որ յուրաքանչյուր բուհ ունի որոշակի անձեռնմխելի հիմնադրամ եւ այդ անձեռնմխելի հիմնադրամը օգտագործում է բուհի ֆինանսական կայունությունը ապահովելու համար։ Դուք կարող եք տեսնել բուհ, որը նույնիսկ պարտատոմսեր է գնել, դուք կարող եք տեսնել բուհ, որը ավանդ է դրել այս բանկում, այն բանկում, եւ սա բուհի ֆինանսական ինքնավարման եւ կառավարման գործընթաց է։ Ամբողջությամբ օրենսդրության շրջանակներում։ Ու ես կարծում եմ ավելի քան բավարար պատասխանեցի ձեզ, որպեսզի հիմա դուք լրացուցիչ հարցերի կարիքի պարագայում գնանք նախ նայեք, արդյոք իմ ասածը համապատասխանում է իրականությանը։ Իսկ ձեզ ընդհատեմ մի հարց, հա, իսկ ինչու հենց այս փաստաթուղթը հայտնվեց հակակոռուպցիոն կոմիտեի դիտակետի տակ։ Վերջին պատասխանը եւ խնդրում եմ այլևս մնացած հարցերը թողեք հարցազրույցին։ Տեսեք, ես ձեզ չմերժեցի եւ ձեզ պատասխանում եմ։ Ձեր տեղեկատվությունը սխալ է եւ չի համապատասխանում իրականությանը։ Ես չեմ կարող ձեզ բացել որևէ նախաքննական գաղտնիք, որտեղ նախ եւ առաջ ինքս էլ նման գաղտնիքների ի պաշտոնե չպիտի տիրապետեմ, այս տիրապետում եմ այն տեղեկատվությանը, որը հասանելի է ինձ ի պաշտոնե, եւ ես ձեզ ասում եմ, որ ձեր տեղեկատվությունը, որը դուք փորձում եք ներկայացնել որպես խնդիր, չի համապատասխանում իրականությանը։ Հուսով եմ, որ սա բավարար է, որպեսզի դուք մնացած աշխատանքը անեք ինքնուրույն եւ հետո վերադառնաք։ Բայց ինչու դուք պատասխանատվության չկանչվեցիք, լավ, Տիկին Անդրեասյան, ինչու մենակ ռեկտորը ու պրոռեկտորը դարձան այս խնդրի կրողները։ Նայեք, դուք հիմա ինձ հարցնում եք իրավապահ մարմինների աշխատանքի հետ կապված հարց։ Մտավախություն ունեք, որ ձեր հետևից էլ կգան ճակերտավոր ներողություն արտահայտության համար։ Որևէ մտավախություն, որովհետև դուք չեք կարդացել բուհի կանոնադրությունը, դուք չգիտեք հոգաբարձուների խորհուրդը ինչ անելիքներ ու գործառույթներ ունի, մյուս պաշտոնյաներն ու մյուս պատասխանատու անձինք ինչ։ Եթե կարդաք, դուք արդեն ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք։ Մնացյալը խնդրում եմ արդեն ձեր աշխատանքը անեք, որպեսզի հարցերը իմաստուն լինեն։